Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունիսի 21 Տերը Սիսարային մեկ կնգաձեռքը կմատնի դատավորած 4 գլուխ 9-րդ խոսք Բավականին անսովոր մի խոսք է, սակայն աշխարհում գուցե գտնվեն հոգիներ, որոնք բավականաչափ հավատք ունենան այն ըմբռնելու համար։ Բարակը, այդ մարդը, թեև կոչված էր պատերազմի, այնքան էլ պատրաստակամ չէր մարտի գնալու, եթե Դեբորան իր հետ չգնար։ Ուստի Տերը որոշեց, որ դա կնոջ պատերազմը լինի։ Այս կերպ նա հանդիմանեց այդ մարդու անվճռականությունն ու թուլությունը, նրա փառքը էլ առավել մեծարվեց և ահռելի մեծ ամոթ բերեց իր ժողովրդի թշնամիների վրա։ Տերը դեռևս կարող է գործածել թույլ ու աննշան գործիքները, ուրեմն ինչու ոչ ինձ։ Նա կարող է գործածել մարդկանց, որոնք սովորաբար չեն կոչվում մեծ հանրային ծառայությունների, ուրեմն ինչու ոչ քեզ։ Այն կինը, որ սպանեց Իսրայելի թշնամուն, ռազմիկ չէր, այլ մի կին, որը մնում էր իր վրանում։ Նա հռետոր չէր, այլ մի կին, ով կովեր էր կթում և կարագ պատրաստում։ Միթե Տերը չի կարող մեզանից յուրաքանչյուրին գործածել իր նպատակը իրականացնելու համար։ Այսօր ինչ-որ մեկը կարող է գալ մեր տուն, ինչպես Սիսարան եկավ հայելի վրանը։ Մեր գործը, սակայն, ոչ թե նրան սպանելն է, այլ փրկելը։ Եկեք նրան ընդունենք մեծ սիրալիությամբ, ապա ներկայացնենք փրկության օրհնյալ ճշմարտությունը Տեր Հիսուսի միջոցով, որ մեր մեծ միջնորդն է, և սրտանց հորդորենք հավատա և ապրիր։ Ով գիտե, գուցե այսօր ավետարանի զորությամբ որևէ համառ ու կարծրասիրտ մեղավորը սպանվի, այսինքն իր մեղավոր բնության համար մահանա և նոր կյանք ստանա Աստծո մեջ։